her. I can just take it and return it as soon as she's done reading. You speak Armenian here as I well? will return it to you, make sure. Good afternoon to you all. Good morning, just 2 minutes away. Good afternoon. Warm welcome. We are Prime Minister Pashinyan. It is really a great pleasure to welcome you again to our House of Democracy. Thank you for joining us today, and I very much look forward to your address. Before I in a few moments, let me begin by saying this. To Armenia, we see a Հայաստանին մենք տեսնում ենք ընկեր, բարեկամ, եւ հույս ունեմ, որ Հայաստանը նայում է դեպի Եվրոպա, դուք էլ տեսնում եք գործընկերոջ եւ դաշնակցի։ Ձեր առաջնորդությամբ, հարգելի պարոն վարչապետ, շատ մեծ նվաճումներ են եղել եվրոպական քաղաքական համայնքի նախորդ հոկտեմբերի Կոպենհագենյան մեր նախորդ ժողովից ի վեր։ Դեկտեմբերին Եվրոպական միությունը եւ Հայաստանը համաձայնեցրեցին ռազմավարական նորորակարգ Եվրամիություն-Հայաստան գործընկերության շրջանակում։ Այս քայլը մեր հարաբերություններում կաջակցի ժողովրդավարական բարեփոխումներին, կամրապնդի տնտեսական դիմակայունությունը, կամրապնդի իրավունքի գերիշխանությունը եւ խորացնի անվտանգության ոլորտում համագործակցությունը։ Մենք նաեւ ողջունում ենք անհանգամանքով վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը ներկայացվել։ Այս ամենը նպաստում է մեր տարբեր ոլորտներում մեր համագործակցությունն ամրապնդելու Եվրոպայի ընդհանուր նպատակին եւ շատ վստահ եմ, որ մեր խորհրդարանները կշարունակեն առաջացած դեր ունենալ ձեր երկիրը մեր միությանն ավելի մոտ բերելու հարցում։ Այս ոգով անհամբեր սպասում ենք մեր քննարկումները շարունակելուն, ինչը կլինի հաջորդ շաբաթ Եվրամիություն Հայաստան խորհրդարանական գործընկերության հանձնաժողովի նիստի շրջանակում, որին մենք լիահույս սպասում ենք եւ նույնչափ անհամբեր սպասում ենք Եվրոպական քաղաքական համայնքի ժողովին մասնակցելուն, որին ես վերջին Երևանում կլինեմ։ Վերջին օրերին Իրանի իրադարձությունների ֆոնին Հայաստանը մարդասիրական կարևորագույն միջանցք է դարձել։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել, ինչպես քիչ առաջ արեցի երկու հանդիպման ընթացքում, շնորհակալ եմ, որ օգնել եք Եվրոպայի քաղաքացիներին տարհանման։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, խոսքը ձեզ է փոխանցվում։ Պատիվ է ինձ համար, որ ընկալվել այստեղ ձեր կողմից, ինչպես դուք նշեցիք, ժողովրդավարության տանը մենք ժամանակ առ ժամանակ ժողովրդավարություն տուն վերադառնալու անհրաժեշտություն եւ կարիք ենք զգում համոզվելու եւ համատելու համար մեր դեմոկրատական բարեփոխումների ժամացույցը դեմոկրատիայի տան ժամացույցների հետ, որպեսզի համոզվենք, որ ժողովրդավարական բարեփոխումների մեր ընթացքը ընթանում է ճիշտ ճանապարհով, ճիշտ արագությամբ եւ ճիշտ ուղղությամբ եւ իհարկե մեզ համար մեծ պատիվ է, որ մենք ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին ունենք Եվրոպական միության եւ Եվրոպական խորհրդարանի աջակցությունը եւ այսօրվա իմ ելույթում ես նաեւ հնարավորություն ունեմ կիսվելու, թե ինչպիսի ընթացք ստացան նախորդ 2.5 տարվա ընթացքում այն թեմաները, որոնց մասին նախորդիվ առիթ ունեցել ենք քննարկել, ամենակարևոր բանը, որ հանդիպման ժամանակ էլ ես ասացի, այն է, որ 2025 թվականին ընդունվեց եւ ուժի մեջ մտավ Հայաստանի Հանրապետության Եվրոպական միության անդամագրվելու գործընթաց սկսելու մասին օրենքը, որը պատմական նոր փուլ է բացում Հայաստանի եւ Եվրոպական միության հարաբերություններում եւ դա մի նոր խթան է մեզ համար շարունակելու դեմոկրատական ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը։ Դուք արդեն նշեցիք, Հայաստանն ու Եվրոպական միությունը ընդունեցին ռազմավարական նորորակարգը, որը մեր հարաբերությունները բարձրացնում է նոր մակարդակի, ներկայումս մենք ակտիվորեն բանակցում ենք վիզաների ազատականացման թեմայով, այս ընթացքում Հայաստանի Հանրապետությունը նաև աջակցություն է ստացել եվրոպական խաղաղության գործիքի միջով, Հայաստանում շարունակում են գործունեություն ծավալել Եվրամիության քաղաքացիական դիտորդների առաքելությունը, ում դերը դժվար է գերագնահատել եւ ընդհանուր առմամբ բարձր մակարդակի մեր քաղաքական երկխոսությունը շարունակվում է եւ տեղի է ունեցել
եւ գործադիր իշխանության եւ օրենսդիր իշխանության եւ քաղաքացիական հասարակությունների մակարդակում եւ ուրախ եմ արձանագրել նաեւ որ մենք տնտեսական գործակցության բավականին մեծ օրակարգ ունենք եւ կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այս հրավերի եւ հնարավորության համար եւ անհամբեր սպասում եմ ձեզ Երևանում մայիսի սկզբին եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու համար Thank you. Armen Press, Armenian News Agency. Armen Press, Հայաստանի լրատվական գործակալություն նախագահ, մեծուր եմ հացած զորված հաշվի առնելով Եվրոպական խորհրդարանի շարունակվող աջակցությունը Հայաստանի ժողովրդավարության հարցը Եվրոպական խորհրդարանը նախատեսում է որևէ հնարավորություն ընդլայնելու տեղում իր ներկայությունը, երկրում իր ներկայությունը, որպեսզի խորացնի հարաբերությունները բոլոր քաղաքական կուսակցությունների հետ եւ աջակցի ներառական երկխոսությանը բոլոր կուսակցությունների հետ։ Շատ շնորհակալություն այս հարցի համար։ Նախավարաճ եւ իմ խոսքում եւ վարչապետն էլ իր խոսքում կարծում եմ տեսակ ընդհանրությունն այն է, որ շատ ուժեղ հանձնարարություն կա խորացնելու կապերը Եվրոպական միության հետ։ Մենք ողջունում ենք Հայաստանի հաստատուն հանձնարարությունը խորհրդարանների միջև մեր պարագայում կա քաղաքական երկխոսություն, բայց ավելին նաև անվտանգության, առևտրի, տարածաշրջանային կապակցվածության ոլորտներում մենք իսկապես ուզում ենք խորացնել մեր համագործակցությունը եւ մենք այս կառույցում տարիներ շարունակ ենք ասում Հայաստանի հետ մեր հարաբերությունները էապես ավելացել են մեր հայ բարեկամների վերջին ամիսների հանձնարարությանը համահունչ մենք շարունակելու ենք խորացնել մեր հարաբերությունները հա թե ինչու ենք ուզում վարչապետին հրավիրել այսօր այստեղ սա ինձ համար առաջին քայլն է այս մեր մանդատի շրջանակում մյուս շաբաթ Եվրոպա-Հայաստան խորհրդարանական գործընկերության հանձնաժողովի նիստը տեղի կունենա նաև Եվրամիություն Հայաստան պատմության մեջ առաջին գագաթնաժողովը տեղի կունենա մայիսին Եվրոպական քաղաքական համայնքի ժողովից զատ ինչ վերաբերում է տեղում մեր ներկայությանը այս որոշումները մենք կայացնում ենք Եվրոպական խորհրդարանի բյուրոյում մի քանի ամիս առաջ մենք որոշում կայացրեցինք Մոլդովայում գրասենյակ բացել նախ անցյալ նոյեմբերին, որը պետք է ամբողջ արևելյան գործընկերության տարածաշրջանով զբաղվի, այդ թվում նաև Հայաստանն ընդգրկի։ Մենք այս առումով հաստատում ենք մեր լիարժեք հանձնարարություն արևելյան գործընկերության բոլոր բարեկամներին։ Հրավիրտ պահանջարկը։ Ինչ վերաբերում է ընթացիկ կապերին Եվրոպական միության հետ կարող եք խնդրում եմ ընդգծել հաջորդ քայլը, որն եւ ինչ հնարավոր ժամկետ կա Եվրամիություն Հայաստան ինտեգրման գործընթացին եւ հաշվի առնելով ներկայիս իրավիճակը, անվտանգության իրավիճակը տարածաշրջանում մոտ Հայաստանը նախատեսում է խորացնել իր համագործակցությունը Եվրոպայի հետ պաշտպանության ոլորտում, այդ թվում օրինակ SAFE ծրագրերի մեջ մասնակցության բարձր քննարկում եք եվրոպական որևէ գործընկերների հետ ներկայումս անվտանգության ոլորտում աջակցությունը Հայաստանին ավելացնելու հեռանկարը տարածաշրջանում։ Շնորհակալություն։ Գիտեք, մենք անվտանգության ոլորտում արդեն իսկ համագործակցում ենք Եվրամիության երկրների հետ։ Մենք ռազմատեխնիկական ոլորտում համագործակցություն ունենք Ֆրանսիայի հետ։ Մենք նաև արդեն նշեցի, որ Եվրամիության քաղաքական ներողություն խաղաղության գործիքի միջոցով արդեն 2 անգամ աջակցություն ենք ստացել Եվրոպական միությունից եւ մենք ընդհանուր առմամբ համագործակցում ենք Եվրամիության հետ տարածաշրջանային համատեքստում եւ վերջերս Ադրբեջանի հետ հաստատված խաղաղությունը մեզ համար հնարավորություն է ստեղծում որպեսզի մենք Եվրամիության հետ մեր համագործակցությունը այդ թվում ենթակառուցվածքային ծրագրերում ընդլայնենք։ Ես ձեր հարցին ի պատասխան մի այսպիսի նրբություն եմ ուզում նշել, որի մասին վերջերս շատ խոսում եմ նաև Հայաստանի Հանրապետության ներսում։ Ընդհանրապես գիտեք, անվտանգություն ասելով շատ հաճախ հասկանում են զենք, զինամթերք, բանակ, հատուկ ծառայություններ, օպերատիվ գործողություններ եւ այլն եւ այդպես շարունակ եւ մենք շատ երկար 30 տարի այդ ընկալման մեջ ենք եղել։ Հիմնական խնդիրը, որը ես տեսնում եմ եւ հիմնական ընկալման փոփոխությունը, որը ես տեսնում եմ հետեւյալն է, որ Հայաստանում են շատ խոսում է անվտանգության երաշխիքների մասին։ Ինձ համար
հիմա ակնհայտ է, որ անվտանգության միակ երաշխիքը խաղաղությունն է։ Չկա ավելի հուսալի անվտանգության երաշխիք, քան խաղաղությունը։ Երկրորդ շերտի անվտանգության երաշխիքը համագործակցությունն է, փոխկապվածությունը, տնտեսական համագործակցությունը եւ փոխշահավետությունը, որովհետեւ իհարկե մենք շատ լայնորեն արդեն ասացի, վերջերս մենք նաև ռազմատեխնիկական համագործակցություն ունենք նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, եվրոպական մի շատ երկրների հետ, որ նախկինում երբեք չենք ունեցել, բայց այնուամենայնիվ հասկանալով, որ բանակի զարգացումը շատ կարևոր է եւ յուրաքանչյուր ինքնիշխան երկրի ոչ միայն իրավունքն է, այլև պարտականությունն է, անվտանգության մեր ընկալումները փոխվում են ժամանակի հետ ավելի շատ ռազմականից դառնալով քաղաքական եւ դիվանագիտական եւ ես կարծում եմ որ մենք ավելի շատ պետք է շեշտը դնենք այս տրամաբանության վրա ներսում էլ Հայաստանի ես այս մասին խոսելիս ասում եմ բանակը մեզ համար անվտանգության ոչ թե գործիք է այլ անվտանգության ռեզերվ է երբ որ հանկարծ որևէ պայմաններում իմ ասած առաջնային գործիքները խաղաղության հանկարծ չաշխատեն խաղաղությունը համագործակցությունը փոխգործակցությունը եւ այդպես շարունակ Thank you.